Բարեձեզ հայտնի գործընկերներ, այսօր մեր դուրն են տարածաշրջանային հարցերով խորհրդագետ, վերջաբան հրապարակախոս Սարգիս Աղբանյանը եւ մենք խոսել ենք օրեր Թուրքիայում կատարված խորհրդանական ուսումների մասին, որը կարծես թե ոչ իրավիճակ թողեց ամբողջ տարածաշրջանում։ Պարոն Աղբանյան, այս ընտրություններին շատ էին սպասում, տարբեր կանխատեսումներ կային, որ Թուրքիայի իշխանությունները կփորձեն առանց շատ ձայները, կային եւ հակառակ կանխատեսումներ, մարդիկ ասում էին, որ հնարավոր են բոլոր տեսակի միջոցները գործադրվեն, որպեսզի կեղծիքներով բանով, բայց որպեսզի իշխանությունը հավաքի իրեն անհրաժեշտ ձայների քանակը, եւ այսպես մենք իմացանք, որ Թուրքիայում փաստորեն պլանի կուսակցությունը հավաքեց անհրաժեշտ քանակության ձայներ։ Ինչ տեղ ունեցավ Թուրքիայում, ինչպես հավաքեց այդ ձայները, եղան արդյոք կեղծիքներ, թե ոչ, եւ ինչ զարգացումներ են սպասում այդ ամենից հետո։ Բարի։ Ուրեմն իրոք աննախադեպ երևույթ է ընդառաջ Թուրքիայի Հանրապետություն գոչված պետության տարածաշրջանում ինչ պետական միավորի գոյության սկզբից մինչև հիմա անսպասելի բան է դեր ունեցել 7 հունիս 2015-ի ընտրություններում միանգամ ցնցում ապրող այդ քաղաքական համագարկը վերակդավ իր բանը եւ սա իրոք Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաղթանակն է։ Դա ու մեծ հաղթանակ, անսպասելի, Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ Անգլիայի, Մեծ Բրիտանիայի թերթերը շշմած են ու բոլոր մեկնաբանողները ասում են անսպասելին դեր ունեցավ, Էրդողանը արևմուտքին բադանտ վերցրեց։ Ճիշտ այդպես, դա արևմտյան հատկապես անգլոսաքսոն այդ երկու pedagogan բաների զանգվածային լրատվամիջոցների խմբագրականն է եւ ասում են Թուրքիան արդեն Էրդողանի պետությունը դարձավ մեկնաբանություններից ամենացծությունը, որը իրոք իրավիճակն է բանանում, որովհետև Էրդողանը կարծեք թե ինչ որ վարչապետի պաշտոնը թողնելուց հետո երբ որ նախագահ ընտրվեց, իբրև թե իբրև չեզոք, նախագահի չեզոք դիրքորոշում ունենա իրեն մի քիչ թատերապեմից հետ պահեր, բայց շատ ավելի կրկնակի ավելի ակտիվ լծվել էր այդ քաղաքական դաշտի ձևավորմանը եւ այս 5 ամիսներին կատարեց 3 շատ կարևոր քայլ, որը այսօրվանից հետո իվա Թուրքիայի Հանրապետության քաղաքական ողնաշարը ինձ թվում է կլինի։ Սրանցից մեկը տարածաշրջանում մինչ այսօր իսլամական բոլոր պետությունների մեջ հաշվի առնվող պետությունը Եգիպտոսն էր, դա այդպես եղել է միշտ ավանդապես, թե սովետական միության ժամանակաշրջանում, թե Ռուսաստանի Ֆեդերացիայի հայացքով եւ նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, այսինքն երկու աշխարհի բևերները Եգիպտոսին ընդունել իբրև առաջնորդող պետություն, կարծես թե դերը վերցնելու հայտը այս մի ընդդրության շնորհիվ Թուրքիային է անցնելու եւ Թուրքիայի Հանրապետությունը կդառնա իսլամական պետության այժմ աշխարհի կարգավիճակով, բայց դեպի իսլամ գնացող եւ երևի ավանդական իսլամի չգիտեմ երբ 10 տարի, 20 տարի հետո իսլամական պետության վերածվելու հայտ ներկայացնելու սկիզբն է սա, այդ գործընթացի սկիզբն է այս ընդրությունների բաները։ Երկրորդը իսլամական պետություն, այդ ահաբեկչական հորժորջվող գազագերբության թերակատարումը տարածաշրջանում, որ ուզի թե չուզի Թուրքիայի հետ կապված, հիմա շատ ավելի ցցուն է լինելու եւ Թուրքիան յուրաքանչյուր արևդուր հատկապես արևմուտքի հետ եւ բայց ինչու՞ չէ արաբական pedagogan միավորների հետ դանելու է իսլամական պետության, ավելի հզորանալու է իսլամական պետություն, ավելի քաղաքական, ոչ թե sense ահաբեկչական գործողությունների, այսպես ասած գազագերբություն, այլ քաղաքապարախոսական մի քաղաքապարի շուրջ իսլամին հավաքող միավորի վերածվելու ընթացքում Թուրքիայի Հանրապետության թերակատարում մեծանալու է եւ այս ընթացքում մի փոքր քաղաքից իսլամական պետության մեջ կորձող ադրբեջանցի ազգությամբ եւ թուրք կամ Թուրքիայից գնացած, այսպես ասած, հազարներով այլ պատրաստականություն հայտնած ահաբեկիչ
վերադարձել են Թուրքիայի Հանրապետություն, արդեն այս վերջին 2 ամիսների ընթացքում ահաբեկչական գործողություններից 3-ի պատասխանատվությունը ըստացնեցին, ուղղակի հենց կազմակերպությունը ինքը, ու Էրդողանը նրանց օգտագործելու է իր երկրի, այսպես ասած, տարածքի, այդ վարչական տարածքի մեջ ցանկացած ըմբոստություն խեղդելու կամ խեղդամահանելու այդ իսլամական պետության ահաբեկչական կազմակերպության զինյալներին օգտագործել, այս նշանակում արդեն ուղիղ արևմտյան պետություններում գիտասի, որ եթե դուք կուզենաք, որ դա կառավարելի լինի, ապա ինձանից ավելի լավ տեխնազու չէիք ճարի, ուրեմն ես եմ այդ հայտը ներկայացնում։ Այսինքն ավելի շատ արաբական, իսլամական հատվածը հիմա դառնալու է թուրքական իսլամական եւ ինչու՞ չէ նաեւ քրդական, քիչ էլ ասեմ այդ մասին։ Եվ երրորդ կարևոր բանը այս տարածաշրջանում այսպիսի քվեով, այսինքն երկրի բնակչության 2-ից 1-ի հստակության քվե ստացած միակ երկիրն է հանդիսանում Թուրքիայի Հանրապետությունը այս իրավիճակով եւ դա արդեն Էրդողանին ձեռքերը լիովին ազատում է արևմուտքի հետ յուրաքանչյուր քննարկում, նաեւ Ռուսաստանի հետ յուրաքանչյուր քննարկման ժամանակ լիիրավ դարածքի ամենագայուն պետությունը, քաղաքականապես ամենագայուն թաշտը ձևավորած պետության հանգամանքով հանդես գալու, որը ամենամեծ ձեռքբերումն է այս ամբողջ ընդրություններին։ Հիմա երևի առաջին անգամ, ես նախկինում ձեզ ասել էի, որ Էրդողանին բագասում էր ընդամենը 18 պատգամավոր մեծամասնություն ձևավորելու համար, այսինքն 50+1 ստանալու համար, ինքը ստացավ 59-18-ի դեպ, շշմելու բան։ Այս ընթացքում իր քվեները 4.5 միլիոնից ավելի ավելացել են 5 ամսվա ընթացքում, ու այդտեղ է, որ մի հատ խնդիր կա, որը անբացատրելի առայժմ, այս 2 օր է թուրքական միայն բաները միադալ գերմանական միայն թերթը անդրադարձել այս բանի, այս ժողովրդակրական այս աճը անհասկանալի է։ Թուրքիայում ընդրողների թիվը շատ հստակ է։ Հիմա երկու հատ թիվ ես ստեղ գրել եմ, 7 հունիսի ընդրություններին մասնակցել է 54.8 միլիոն մարդ, փաստացի մասնակիցներու թիվն է, 54.8 միլիոնի 7 հունիս, ուղիղ 5 ամիս հետո 56.9 միլիոն, այս կան աճ չի եղել Թուրքիայի Հանրապետությունում, չի գա, պետական պաշտոնական ոչ մեկտեղ գրանցված, որտեղից հայտնվեցին այս մարդիկ, ինչպես, անբացատրելի է մնում սա, այս նշանակում է 5 ամսվա ընթացքում 2 միլիոնոց աճ գրանցվել է Թուրքիայի Հանրապետությունում, որը հնարավոր չի եւ ոչ մի թուրքական աղբյուր pedagogan չի կարող ձեզ ասել, այո, մեր երկրում բնակչության աճ դեր ունեցավ այս 5 ամիսների ընթացքում։ Սա որտեղ է թաղված շանկրուղացված գեղձիկների հետ կապված հիմնավորում առաջինը, բայց չի բացատրում ամբողջությամբ այս այսպես ասած Էրդողանյան հաղթանակը, որտեղ Էրդողանը ցերկեբերել 4.9 միլիոն ավելի կլե։ 2 միլիոնը ենթադրենք ամբողջությամբ գեղձիկ է, ձեր մարդկանց հայտնաբերեցին չեղած մարդկանց անձնակներով։ Իստանբուլի մի թաղամասից բաղջլար, հենց ուրեմն մի հատ ընդրությունների այդ քվեարկող դուպերի բոլորի ստորագրության մի հատ գեղձիկի փաստ այստեղ ես ուզում եմ ներկայացնել, որ սա արդեն Google-ով մտնեք շատ կխրանցեք, ընդհանուր ընդրողների թիվը այս տարածաշրջանում որտեղ որ է, փոքր է, 332 է, որտեղ 6 տարբեր ռուսացիան քվեր դրվել։ Միայն արտարության եւ զարգացման ռուսացիան, այսինքն իշխանական ռուսացիան ստացած քվեներ 341, խնդրեմ։ 332 մարդ է քվեարկել, 341 գրանցվել ակապել։ Գեղձիկ, չէ՞։ Այսպիսի միլիոններով գեղձիկ կա եւ 3 գիշեր ուշ ամենամեծ գորուստ ունեցող ռուսացությունը, ժողովուրդների դեմոկրատական ռուսացությունը, որ այդ քրդամետ է, որ ամենամեծ գորուստ ունեցավ մոտ 1.2 միլիոն մարդ հենց Արևմտյան Հայաստանի քրդաբանակ շրջաններում ակապեին է դրել, որ նախկինում դվել էր այս ռուսացության, այսինքն ամենամեծ գորուստը 80 պատգամավորից իջացնել 49-ի, այսօրվա վիճակով ներողություն 59-ի, դա ամենամեծ գորուստ հենց այդ քրդամետ գազམ་ագերբությանն է, որ 3 հայտարարեց, որ 18-19 դեղամասերում մեծ քաղաք, որտեղ իրենք այսպիսի փաստեր են ցույց բերել, պիտի թիմեն օրինական քայլեր անեն, որ այս գեղձիկի բարձրացման համար, բայց ասում են, դա ոչ մի տեղ չտանող նոնսենս բան է,
առայժմ իրենք թիվեր են ներկայացրել, որ 6 տարբեր քաղաքներում 6 տեխնազուի չանցման համար բաղացել է 40 ցայն, 68 ցայն, 101 ցայն, այդքան քիչ են այդ ցայները։ Ասում եմ մի փոքրիկ թիվ մենք պիտի պատկամոր ունենայինք ակապել ունեցավ մեր դեղը, այսինքն ուղղակի գերձիկների մեջ մեղադրելու բանն է, բայց կան այդ փաստերը, իրոք կան, ասում եմ, 3 Facebook եւ Google-ը ողողված էր ամբողջ Թուրքիայից, յուրաքանչյուր մարդ իր շրջանից այսպես ցույց էր գալիս այդ թիվերը, ընտրողների նախկինում ինչքան մարդ եղել, ոնց աճեց, այդպես կրամցում ունեցող մարդիկ չկային իրենց գյուղում եւ այլն, բայց շատ տարօրինակ որ 81 քաղաքի 78-ում 81 քաղաքից է պահվածած Թուրքիայի Հանրապետություն, 78-ում ԱԿՊ-ն պատգամավոր է հանում, միայն 3 քաղաքում չի հանել, մեկը Դերսիվն է, Զազաների այսպես ասած կենտրոնական քաղաքը, եւ երկու հատն ալ մեկը իրաքյան սահմանում Հակքյարը, մյուսը Շրնակ, երկուսն Իրաքի հետ կապված հատվածում, որտեղ ինքը պատգամավոր չի հանել։ Շատ հետաքրքիր է քրդերի այս խայդարակ բանը, բարդությունն է սա քրդերին, որ արտարքուն եւ զարգացում ուսակցությունը իսլամի հիմքի վրա հենց արևմտյան Հայաստանի Իգդիր, Եթեսիա, Ուրֆա, Բինգյոլ, այնտեղ Գիլիգիայի 4 քաղաքում քրդերին բնաչնջելով ինքը վերցրել է ամբողջ բաներին, 4 պատգամավորի տեղ 4-ն ալ ինքն է վերցրել, որ քուրդերն էին վերցնել, սա ու առաջ քուրդեր, իսկ բաները քուրդերը գործրել են Բինգյոլ, Բիտլիս, Մուշ, հենց մեր Մազեսարի ներքինում Մադրի, Արարատ եւ Դիկրանը, շշմելու բան երկու պատգամավոր հանեց արտարքուն եւ զարգացում ուսակցությունը, որ հնարավոր չէր այդպիսի իրավիճակ։ Այսինքն գեղձիկները ակնհայտ են, թե այլ բացատրություն։ Չէ, սա գեղձիկների մասին չէ, այս վերջին իմաստը, սա ուղղակի քուրդերը այդ ահաբեկչական PKK-ի, այսպես ասած, հոխորտանքը ուզեցին շահարկել, ուղիղ հակառակը ստացվեց, Էրդողանը այդտեղից այսպես ասած շահարեց դուրս եկավ, այս 5 ամիսների ընթացքում Էրդողանը երկու շատ կարևոր քայլ արել։ Մեկը քրդերին դրտեց ահաբեկչության, հատուկ ինքը, պրովոկացիոն սատրանք, եւ քրդերը ընկան այդ ծուղակը, եւ այդ առնահեղության ընթացքում դեղ ունեցող ամեն ինչ իշահ իրեն մեռածեց, ասեց լսեք, քաոս է երկրում, կամ մեզ գնդրեք, մենք կայունություն ապահովող միակ քաղաքական ուժն ենք, կամ մեզ գնդրեք, կամ քաոսն է ձեզ սպասում, ամբողջ բնակչությունը գնաց այդ կայլին, չենք ուզում քաոս, չենք ուզում առնահեղություն, աման, ով ուզում է լինի, միայն դու արի, դու եղիր իշխանություն բան, եւ սա համադարած միակ բանն է, ինչի համար բոլորը համաձայն են այս մտքի հետ։ Այսինքն այդ երկրնդրանքը, որ բնակչությանը մատուցեց, դա Էրդողանն էր, եւ այդ վերջին իսլամական պետության ստացած 3 շատ մեծ ահաբեկչական ակտը, տերոր ակտը, տերակտը հենց Էրդողանի հրահարմամբ բնակչության տարբեր շերտերին վախի մթնոլորտի տակ պահելու համար է։ Այս ընդրությունների արդյունքը Թուրքիայում վախի մթնոլորտի արդյունքն է նաեւ մարդիկ այդքան էին վախեցված, որ այդ վախի մթնոլորտում այլ բան չէր մնում իրենց անել կամպան։ Անընդհատ իշխանական ռեսուրսը օգտագործվեց հագա զանգվածային լրատվական միջոցների ճնշմամբ, շատ մեծ ճնշում դեր ունեցավ։ Աննախադեպ նման բան երբեք տեղի չէր ունեցել։ Հեռուստաալիքներ, ուրեմն YouTube-ի վրա, Facebook-ի վրա, Twitter-ի վրա արկելանքներ, արկելապահումներ եւ այլն, թերթերի խմբագրապետերին ցերպակալել, հարցակններ, անընդհատ այդպիսի process վերջին կոնե 1-2 ամիսը եւ շահավետ դուրս եկավ։ Հիմա գլխավոր ինտիմատիվ ուսակցությունը մնացել է նույնը ժողովրդավարական կեմալիստական աշխարհիկ, այսպես ասած, ուսակցություն հանդիսացող Քեմալ Կլիչդարովի նախագահ ուսակցությունը եւ նույնիսկ երկու նախկին այդ 5 ամիս առաջվա ընտրությունների համեմատ երկու պատգամավոր ավելի կարողացավ մտցնել, 134 պատգամավոր ունի, ուրեմն 317 պատգամավոր ունի իշխանության ուսակցությունը, միասնյա, 49.408% երբևէ ոչ մի ուսակցություն այսպիսի հաջողությամբ չի ասել քաղաքական դաշտում, չի գա պատմական նախադեպ, որ միասնյա իշխանություն է 4 տարվա համար խորհրդարանում ինչ օրենք ուզի անցկացնի, առանց որևէ մեկում հաշվի նստելու, բացառությամբ մեկի, որ երևի թե ամենամեծ
ցկտումն է ուրեմն Էրդողանի։ Էրդողանը ուզում է նախագահական երկիր դառնալ եւ դրա համար իրեն շատ է պետք 330 պատգամավորի քվեարկությամբ սահմանադրության փոփոխությունների լիազորություն։ Դրա համար ինքը չունի այդ քվեն 317 հա իշխանության կուսակցության քվեները։ Ուրեմն 330 ինչպես պիտի ցերպերի, որ ինքը դառնա թագավոր, այսպես ասած, սուլտան Թուրքիայի Հանրապետության, հա մոդեռն ժամանակակից սուլտան։ Դրա համար ազգային շարժում կուսակցությանը ամենամեծ հարվածը տվավ։ Ազգային շարժում կուսակցությունը հենց 80 պատգամավորից 40-ը գործունեությունից հիմա միայն 40 պատգամավորի ամենափոքր կուսակցությունը դարձավ, նման բան ևս տեղի չէր ունեցել քաղաքական դաշտում։ Ուղիղ հիսես մեջտերից եւ այս 40 պատգամավորից մոտավորապես 10-15-ը ավելի շատ Էրդողանամետ Էրդողանի քաղաքականությանը այդքան չհագարակող հատվածն են, նրանց հենց այս սահմանադրական փոփոխությունների համար գարիք ունենալու բանին, որ երևի մի ամիս հետո գործընթացը կսկսի, ինքը 330 պատգամավորից այն ունենալու համար պիտի օգտագործի ազգային շարժում կուսակցության մեջ, այսպես ասած իր կողմից ներդրված պատգամավորներին, որոնք արդեն ընդրվել են։ Այսինքն գա մի կոալիցիա Բարակուրի հետևում արտարություն եւ զարգացում կուսակցությունը ճիշտ է միացնել, բայց անմիջապես հետևում ըստ վերի նման կանգնած է Բարակուրի հետևում ՄՀՊ կոչված կուսակցությունը, որ նեոնացի ֆաշիստական կուսակցություն, ազգային շարժում կուսակցությունը, պանթուրքիստ կուսակցություն գիտեք։ Այսպես, սա այդ ամենն է, ինչ կարելի ասել։ Մեզ հետ կապված հատվածը հայերը ունեին 3 տեխնազու, ինչպես 7 հունիսին ընդրվել էին, 3-ը վերընդրվեցին, Մարկար Եսայան իշխանական կուսակցությունից, Գորսանդոպոլսից ընդրվեց ուրեմն Սելինա Դողան Özuzunu ժողովրդական հանրապետական կուսակցությունից կրկին առաջին դեպքում էր արդեն միայն տեխնազուները դերիկ է, որ ընդրվել ամենամեծ հայկական համայնքը ներկայացնող Բաքրկոյի տաղամասում, որտեղ իր հայրը քաղաքապետի հենց խորհրդականն է Երևանը, ուրեմն Սելինան ընդրվեց մեծ քվեներով ժողովրդական հանրապետականից եւ նաեւ Կարապետ Կարոփայլյանը գրքին Եշիկջուրից անմիջապես հայկական տղամաս է, ամբողջությամբ երկրորդ տեղում էր ժողովրդական ժողովրդների դեմոկրատական կուսակցության, կրդաներ կուսակցությունից ուրեմն պատգամավորի տեխնազու 3-ից 3-ը ստացվեց։ Բայց այդ 3-ից գա ես հայ, ես ասորի մի պատգամավորի ևս Արևմտյան Հայաստանից Մարտինից ընդրված Էրոդորա, որ իմ այդ նույն դրոցում է սովորել, Էրոդոր, ես լավ գիտեմ իրեն, ուրեմն գա 2 եզդի, սրանք ոչ թուրք պատգամավորների բանով է, երկուսն էլ Արևմտյան Հայաստանի դարբեր դարածների ընդրված, եւ գա մեկ ցիգան, ինքը իր ազգությամբ կնչու, այո ցիգան, ռոման, որ ընդրվել է արդեն ամսույոթի ընդրություններին վերընդրվեց, եւ կա մեկ մահալլեմիները բռնի իսլամացված ասորիներն են, Հայաստանում չեն դահաչում այդ ժողովրդի մոտ 500,000-ի մոտ թիվ ունի, Արևմտյան Հայաստանի ամենահարավային հատվածում եւ իրենց ինքնությամբ իրենց կոչում են մահալլեմի, ասորերեն են խոսում, այսինքն լեզուն չեն գործրել, բայց գրոն են գործրել, այլևս քրիստոնյա չեն եւ իրենց իսլամ ինքնությամբ ապրող համայնքից մեկ պատգամավոր։ Մեզ համար ուրախություն կարելի ասել, իդրում կար մի ազերի, ազերբայջանցի ազգությամբ պատգամավորի տեխնազու մի աղջիկ, որ այդքան չի փայլում իրեն այսպես հայերի հանդեպ վերաբերմունքով ու դառնակ է, որ հայ պատգամավորի անցած Գարոփայլյանի ընդրված ժողովրդների դեմոկրատական կուսակցության կողմից էր ներկայացված երկրորդ տեղում, Իգդիրում ու չանցավ։ Իգդիրում քաղաքապետը քուրդերինն է, բնակչության 60%-ը քուրդ է եւ ինքը չկարողացավ ասել շատ հետաքրքիր է։ Իգդիրում հաղթանակը իշխանության կուսակցությանն է, առաջ 2 պատգամավորից երկուսն էլ քուրդերինն է։ Հիմա մյուս պատգամավորը հենց իշխանության կուսակցությունից է, ուստի սա միանգամյա ցույց է տալիս քուրդերի ընդհանրապես պարտությունը։ Ուրեմն հիմա Էրդողանը ինչ է անելու, սպասվելիքները։ 3 քայլ ունի ինքը անելու։ Առաջինը քրդական արտիվ։ Ինքը արդեն այդ որ ժողովրդական խոսքով ասում է բորդը դերը դրեց, հա, բոլորի բորդը դերը դրեց, ասելու համար որ ես եմ որոշելու քրդական խնդիրի լուծման բանալին։
Ես ոնց ուզեցի այդպես ալդրնի, սրանից հետո պիր ուժ, դերակ, ապեջական գործողություններ, սարերուն գրի, պարտիզանական բրձած է։ Ինչ արեցին գրտնային կստանան ու քուրդերը հասկացան, որ այլևս զինված բայկալի միջոցով չի պիտի կարողանան դեղ հասնել։ Ուրեմն իրենք ուզեն թե չեն այս բարդություն են սրա համար ամենամեծ ապտակն է նրանց քաղաքական թևին, ժողովուրդներու դեմոկրատական կուսակցության, որ դրել այլևս զենքի տարը չէ, քաղաքական թաշտ են իջնում և քաղաքական թաշտում պիտի որոնենք հարցի լուծումը և քրդերի պահանջները ինձ թվում է նվազելու են բավականին և այս հարվածը իրենց ոչ թե պիտի հագարակ զայրացնի և ինչ-որ հագարակ թևին դանի, այլ մեղմացման պիտի դանի, դա իմ տեսակետն անշուշտ ժամանակը ցույց կտա ինչքան իրավացի, բայց Էրդողանն է այս քաղաքականության որոշողը, երկրորդը սահմանադրական փոփոխությունների համար 330 քվ-ով սահմանադրական փոփոխությունը վերացվելով սահմանադրությունը խորհրդարանական կառավարման երկիր Թուրքիայի Հանրապետությունը դարձնել Ռուսաստանի Դաշնության Պուտինյան իշխանության գրեթե copy-paste կամ Ամերիկայի, ինչու՞ չէ, նույնն է, որովհետև Պուտինյան Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգները համագարկերով չեն տարբերվում, շատ ուժեղ նախագահական, այսպես ասած, միասնյա որոշումների կայացված պետական միավոր, որը Թուրքիան դրան են նայելու, կտեսնենք, և Էրդողանը ասում է ես 100-ամյակին, Թուրքիայի Հանրապետության ստեղծման 223-ին դառնալու է միասնյա դեր պետության և իր քայլերը ըստ դրան բանելու համար ինքը ստիպված է հիմա անմիջապես 4 տարվա համար է խորհրդարանը դրված, այսինքն մինչև 2019, բայց դրանից հետո 223-ն է իրենց նպատակը 100-ամյակը Թուրքիայի Հանրապետության, ինքը քաղաքական փաշտը ամբողջովին կրբանելու քայլերին գնալու համար ստիպված պիտի սահմանադրական փոփոխության գնա։ Երկրորդ անելիքը Էրդողանին դա է։ Երրորդ անելիքը Ամերիկայի Միացյալ Նահանգների Եվրոպայի հետ նստել մի անգամ ընդմիշտ հաշվառ գանել, որ ինչ է այժմյա Թուրքիայի Հանրապետության թերակատարումը տարածաշրջանում և արևմուտքը ինչպես է նայում։ Արևմուտքը արդեն արտահայտել է վերջին երկու օր իր վերաբերմունքը, ասել համար, որ ամեն ինչ պետք է անել ջնշելով Էրդողանին, ուրեմն քաղաքական զիջողական թիրքեր բերելու համար, որը երևի թե չի ստացվելու, որովհետև Էրդողանը ինքնին շատ հախուռն և շիզոֆրենիկ բնավորություն ունեցող մարդ է, իրոք շիզոֆրենիան է այդ մարդը, և իր շիզոֆրենիան հաղթում է։ Հետաքրքիր է, այսինքն վստահությամբ կվեմ, որ ինքը իր հետ միասին զուգահեռում է, ինչքան ինքը շիզոֆրենիայով դարավի, այդ քվեներով հետ այդպես չի կարող վերաբերվի որևէ երկրի պետական, այսպես ասած, ատյան և պիտի հաշվարկի այդ ամբողջը, որ մարդը այդ երկրի բնակչության մեծամասնության քվեն ստանալով, վստահության քվեով է հանդես գալիս, ուստի ներկայացուցչական այդտեղ խնդիր չի գալ։ Ուրեմն արևմուտքը ուզի թե չուզի հաշտվի Էրդողանի գոյությամբ և իր քաղաքականությունը ըստ Էրդողանի պիտի չափավորի, գիտեք, որ Էրդողանը վերջին 1 տարի, 1.5 տարի Ռուսաստանի հետ սկսել է սկանչելի սիլիբիլի անել և Ռուսաստանին իբրև այլընտրանք ներկայացրել է արդեն արևմուտքին, որ եթե դու շատ խեղդես ինձ և քեզ գամագադարի կարգավիճակում տեսնես, ես ռուսերի դա լեզու գտնեմ և այս տարածաշրջանում ռուսերի շնորհիվ կդառնամ քերուժ և այլն նման սպառնալիքով հանդես եկել, ուստի զիջողական թիրքերը արևմուտքին այստեղ շատ բարձ երևում է։ Վերջին խոսք Իրան, իսլամական քերհզոր պետություն տարածաշրջանում Թուրքիան հարաբերություններ այդքան է լավացնում Իրանի հետ, շշմելու։ Մի թիվանագիտական աշխատանք են կատարելիս վերջին 6 ամիսների ընթացքում այդ արևմուտքի Իրանի հանդեպ այս միջուկային զենքից հրաժարվելու, միջուկային ասած գերուժ դառնալու ցնցումներուց հրաժարվելը մի ասեք, վարակորի հետևում Թուրքիան լավ աշխատանք է կատարել, հիմա նոր է բացահայտվում այդ բանը, այսինքն Իրան-Թուրքիա ընթացքում բավականին հարաբերությունները ջերմացրել են և պատկերացնում եք իսլամական պետության քոնե շիա ուղղվածությամբ, հատվածի, այսպես ասած, փերտ հանդիսացող Իրանը, սյուննի հատվածի մեծամասնություն կազմած Թուրքիայի հետ ջերմ հարաբերությունները կդանի վաղը այսօր, ես դա էի ասում սկզբում իմ վերլուծականի, որ Եգիպտոսի տեղը կարող է Թուրքիան վերցնի ու դա բավականին բան կփոխվի տարածաշրջանում։ Այսքան
Ես այս կանոն բավարարվում եմ ձեր հարցերին հարցերի պարոն Ասպանյան Հայաստանի համար նորականի վտանգավոր իրավիճակի Հայաստանի ինչ է սպասում։ Հայաստանի ինչ է սպասումը իրենց կողմից ես գիտեմ, ես չգիտեմ մեր կողմից։ Եվ միշտ կաղում ենք այդտեղ, մեր երկիրը իր քաղաքականությունը երբևէ չի դարձնում թափանցիկ, որ մենք տեսնենք, ինձ թվում է քաղաքականություն չունի, դրանից է ոչ թե ունի կարծում է, այլ չունի։ Այսինքն այսքան բան տարածաշրջանում, փոփոխություններ, Սիրիայի իրավիճակի, ես խոսեցի Սիրիայի մասին, հարցեր տվեք ըստ այդ Սիրիայի ապակայի հետ կապված խոսենք նաև Թուրքիայի դերակատարումը, Հայաստանը որևէ դիրքորոշում չունի, այսպես էշիականչին քնածի գարկավիճակով չես հասկանում, այնա դեսպետությունը կամ երևի մտածում է, տեսնես Պուտինը ինչ կասի, որ ինքը անմիջապես ոչ ընկնի Պուտինի հետևից եւ Պուտինը ասում է արդեն ինչ ուզում ինքը տարածաշրջանում իաշի մեծ թե Ադրբեջանի թե Թուրքիայի հետ Սիրիվիլի անում եւ Ադրբեջանը հիմա եթե անդամակցի հետ Պուտինյան ինչ էին ասում այդ Եվրասիական միության դա Ղարաբաղի հաշվին է լինելու կամ կոնե ազատագրված տարածքներից մեր այսպես ասած այժմ մեր ազատագրած տարածքներից հրաժարվելու հաշվին դժբան չի որ շատ լուրջ է այդ բանը հիմա Թուրքիայի ուժեղացումը պիտի բերի դրան հիմա Թուրքիան Ադրբեջանի քաղաքականությունը պիտի ակտիվացնի Ալիևը արդեն Ռուսաստանի հետ իր հարաբերությունները բավականին ջերմացրել է եւ հիմա ասում է գուզես ես միանամ այդ միության Ադրբեջանի հարաբերությունը բա այս Արցախյան խնդիրը որ իմ բռնազավթված հողերս եւ այլն դա եւ Ռուսաստանի մի հերախոսազանգով այդ հարցը ուզելը մեզ համար խնդիր չի ես իշխանություն նկատում եմ ժողովրդի հետ եւ կոնկրետ մեզ հետ անցավ իմ Սարգիս Ասպանյան պրոբլեմ ունենա եթե ազատագրված տարածքներից մեկ կարողուսի մետրի զիջողականության նրա Հայաստանի հարաբերությունը դա արդեն ժողովրդին խոսության բերի դա իմ տեսակետն է բարձրապես ուժեղացող Թուրքիան այո վտանգ է մենք ուզենք թե չուզենք թեկուզ փոխհարաբերություններ չի գա թեկուզ այդ ֆուտբոլային դիվանագիտությամբ սկսող անհետ այդ պրոտոկոլներով շարունակվող բանը ոչ մի բանի չբերող մերիալ գարկավիճակով էսենց թղթի վրա մնացած որևէ բանի չվերածվեց եւ այս ընթացքում չգիտեմ Թուրքիայում բնակչության աճի գարկավիճակի թիվերի իսկությունն կամ ոչ իսկությունը որևէ աղբյուր չունենք որ ճշտենք, բայց մենք կոնե մեր երկիրը ճանաչում ենք անընդհատ դադարվում է, արտագաղթը ահռելի չափեր, անընդունելի չափեր է ժողովրդակրթությունը մեր երկրում եւ մենք չունենք որևէ պետական իշխանական մոդելություն այս հարցին, ուստի եւ զիջում ենք։ Սա է վտանգ, շատ մեծ վտանգ եմ ես տեսնում Հայաստանի հանդեպ Ահմեդ Դավութօղլուն ընդրությունների արդյունքների արդեն մոտ 88%-ը բացահայտված էր առաջին իսկ խոսակցության ընթացքում եւ առաջին անգամ ես այսպեսի բան չէի գցել Դավութօղլուի բերանից այդ հաղթանակը ժողովրդին այսպես ասած մատուցելու ժամանակ ասես այս հաղթանակը ոչ միայն Թուրքիայի հարաբերության եւ Թուրքիայի ազգային բնակչության հաղթանակն է այլ Բոսնիա-Հերցեգովինայում այդտեղից է սկսում ինքը Բալկաններում Ղարաբաղում անունը շատ հատուկ ճիշտ է, նշեց Արցախի մասին է, Ղարաբաղում, Բաքվում, Բիշկեկում եւ այլուր գնաց Մոնգոլիա հասավ։ Ամբողջ թուրքական այդ աշխարհը գծեց այդ թուրանական երկիրը իր այդ խոսքի մեջ, այդ բոլորի միասիրտ, մի ուղեղ, մի ազգություն, ազգ թուրք ազգի եւ իսլամ դարի հաղթանակ։ Հասկանում եք, սա նշանակում է Թուրքիան այս Ղարաբաղյան հարցում կակտիվացնի իր դերակատարումը։ Այսպես Պարոն Ասպանյան, վերլուծաբաններից ոմանք կարծիք են հայտնում, որ այս ընդդիմությունների նման ընթացքը կարող է բերել քրդական որոշակի այսպես ռազմական ձեր կանխատեսման մեջ կարծիք դա չկա, ինչով է դա բացատրում։ Ուրեմն տեսեք, Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իսրայելը եւ նաեւ Մեծ Բրիտանիայի երյագի որոշմամբ է ստեղծվել Իրաքում, այդ Քուրդիստան գոչված բան, չէ, ինքնավար շրջան, ճիշտ է, որ Մասուդ Բարզանին այսօր միանձնյա առաջնորդն է հանդիսանում։ Ուրեմն այս երեք պետությունն